Այս պահին տաղավարում զրուցելու է մեդիա փորձագետ Նաիրի Հողիկյանի հետ։ Բարի երեկո, պարոն Հողիկյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Քիչ առաջ անդրադարձանք երեք տեղի ունեցած միջադեպին, հարձակում էր տեղի ունեցել, Բախում, բռնություն, հայհոյանքներ։ Կպատմեք, ինչ տեղի ունեցավ երեք, քանի հոգի էին եկել ձեր տան մոտ, դուք ճանաչում էիք նրանց միջև այդ միջադեպը, ինչ էին պահանջում եւ ինչ խոսակցություն տեղի ունեցավ նախքան Բախումը։ Շնորհակալություն, չեմ ճանաչում տվյալ անձանց, շփում հետները չի եղել, բացառությամբ մեկին, որին այդպես հերվից հեռու գիտեի, որ ինչ որ անունը Գևորգ է, բայց որևէ տեսակի հարաբերություն չեմ ունեցել այդ անձանց հետ։ Բայց իմացա, երբ եկան հանդիպան, իմացա իրենք ներկայացան որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ եւ միանգամից շատ արագ անցան այդպես սադրանքների, ինձ սկսեցին մեղադրել ինչ որ իրենց դեմ աշխատելու համար, երբ ես հարց եմ տալիս, հա, ես ընդդիմադիր գործիչ եմ որպես այդպեսին, եւ բայց իմ ընդդիմադիր գործունեության մեջ երբևէ ապօրինի ոչինչ չեմ արել։ Այսինքն ինչն է խնդիրը, որ դուք այդպես իրենք հայերեն չգիտեմ, այդ օրենքից դուրս ռուսներն ասում են բեսպրեդել, այսպեսի վարքագիծ էին ցուցաբերում, շատ ակնհայտ էր, որ եկել էին սադրելու, եկել էին իմ տան վրա հարձակվելու համար, եւ իրենք դա չթաքցրին եւ հարձակվեցին, խմբակային հարձակում էր, փաստացի 2 հոգու կողմից հարձակում էր։ Նույնիսկ ես կարծում եմ, որ առևանգման փորձ եղավ, ինչու եմ կարծում, որովհետեւ անդադարում էին դեպի մեքենան իրենց եւ փորձում էին դեպի մեքենան նստեցնել, հա, մոտավորապես այսպեսի մի բան, հայհոյանքներ, սպառնալիքներ, սպանության սպառնալիք եւ այլն, բայց բառերով։ Սա էր եւ հարձակում, փաստացի հարձակում 2 հոգով, բռունցքներով, ոտքերով, ձեռքերով։ Դուք նաև ձեր գրառման մեջ նշել եք, որ տեսախցիկի մալուխը կտրված էր։ Երբ եք հասկացել, որ մալուխը կտրված է, կան կադրեր, որոնք պահպանվել են մինչև վնասվելը։ Տեսեք, ես դրան նախորդ օրը դե պարբերաբար հեռախոսով ստուգում եմ տեսախցիկների նկարահանումը, ինչ վիճակ է, ես տանը չեմ լինում կամ ընտանիքս տանը չի լինում, ստուգում եմ։ Դրա նախորդ օրը, ուրբաթ օրը, այսինքն 1 օր առաջ, այսպես ասենք, տեսախցիկը նորմալ գործում էր եւ այդ ժամանակ այդ հարձակումից հետո որոշ մի կես ժամ 40 րոպե հետո որոշեցի նայել ֆիքս տեսնել ինչ է ֆիքսվել այն որտեղ ուղիղ տեսախցիկի ոնց որ հենց տեսադաշտում էր այդ բախումը տեղի ունեցել զարմանալիորեն պարզեցի որ տեսախցիկը ինտերնետի հետ որևէ կապ չունի օֆլայն է ասացի լավ տեսախցիկի մեջ փոքրիկ չիպ կա այդ չիպը հանեցի չիպի մեջ 0 ինֆորմացիա բացարձակ, այսինքն նախկին նկարահանումը եւս չկա։ Փորձեցի հասկանալ ինչի համար է օֆլայն եւ պարզվեց, որ տեսախցիկի տեսադաշտից դուրս իմ տան անկյունային պատին, որի դիմացը ծառ կա եւ ծառի տերևները փակում են, այդ անկյունում մալուխը կտրված է։ Մասամբ կտրված է, այսինքն ինտերնետի հասանելիությունը դեպի տեսախցիկը անջատված է։ Հիմա ես իհարկե չեմ ուզում կոնկրետ մեղադրանք հնչեցնել ինչ որ մարդկանց, ասել այ այս մարդն է եկել կտրել, որովհետև փաստը չունեմ, բայց ոնց որ շատ զուգադիպություններ կան դրա նախորդ օրը նման բան, հետո այդ գիշերը, երբ որ դրա, այսինքն այդ հարձակման նախորդ գիշերը մի քանի ժամ առաջ իմ բակում մեծ շուն կա, շունը անընդհատ հաչալ, դարպասի մոտ, այսպես գնալ, պատից պատ իրեն խփել եւ այլն, կինս է զարթնել, տեսել է որ շունը շատ անհանգիստ է, վազվզում է, դարպասի մոտ ինչ որ ձայներ է լսել, բայց դե որևէ մեկի մտքով չի անցնում, թե ենթադրում ենք, որ եկել են եւ ինչ որ մարդիկ այդ իրենց համար ալիբի են ապահովել։ Ձեր ընտանիքի անդամները այնտեղ էին այդ պահին։ Հարձակման ժամանակ տանն էին։ Այսինքն չեն տեսել։ Չէ, չեն տեսել, տղաս դաշնամուր են նվագել, այդ ձայն դաշնամուրի ձայնի մեջ չեն լսել այդ։ Նախկինում նման դեպքեր, սպառնալիքներ եղել են։ Ոչ, սպառնալիքներ, այդ համենայն դեպս այդ մարդկանց հետ չի եղել։ Իսկ ինչ հաղորդում եք ներկայացրել ոստիկանություն, ինչ արձագանք ստացաք իրավապահներից եւ ինչ ակնկալիք ունեք քննությունից։
Դե խուլիգանության հոդված է դա, ոստիկանությունը շատ արագ արձագանքեց եւ քրեական ոստիկանությունը եւ համայնքային շատ արագ եկան, իրենք իհարկե ընդամենը հաղորդումն են վերցրել հանցագործության մասին, ֆիքսել են, ես այդ պահին վնասվածքներով եւ այլն դրանք են ֆիքսել, պատրված հագուստ, այնտեղ այդ տարածքն են ֆիքսել, քրեական ոստիկանությունն է եկել, արձանագրություններ կազմել, բայց արդեն քրեական գործ երբ որ քննիչները պիտի զբաղվեն արդեն հարևաններին հարցաքննության կանչելու, ինձ հարցաքննության կանչելու, որովհետև այդ հարցակումը կանխել են, թույլ չեն տվել, ոչ թե կանխել են, այլ թույլ չեն տվել, որ շարունակվի, հարևանները, փողոցի մարդիկ, որոնք հավաքվել են եւ թույլ չեն տվել, որ շարունակվի, այլապես կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Ինչ սպասելիքներ ունեմ, անկեղծ ասած չգիտեմ։ Ես չգիտեմ, ես հասկանում եմ, որ սա քաղաքական կոնկրետ, այսպես հանձնարարություն է իջել ինչ որ մի վայրից, ենթադրում եմ ինչ որ վայրից, որովհետև այդ հարցակումը տարօրինակ կերպով զուգադիպեց մի քանի իրադարձությունների։ Ես քիչ առաջ նայում էի ձեր տեսանյութը, ադրբեջանական այսպես կոչված 300,000 թե ինչ որ, հա, եւ դրա նախորդ օրը, 1 օր առաջ, այդ հարցակումից 1 օր առաջ, դիվանագիտական հիմնադրամի հետ մենք Երևանում իրականացրինք մեծ կոնֆերանս Բաքվից, Սումգայիթից, Նախիջևանից, Գանձակից, Բռնի տեղահանված, Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների հետևանքով տեղահանված ավելի քան 465,000 հայերի իրավունքի վերադարձի առումով, գումարած Ադրբեջանին ՄԱԿ-ի քարտուղարության միջոցով ներկայացրինք 73 միլիարդ դոլարի հատուցման պահանջ։ Եվ դա զուգադիպեց Նիկոլ Փաշինյանի կողմից այն հայտարարությանը, որ ով Բաքվի, Սումգայիթի, Նախիջևանի հայերի իրավունքների մասին խոսի, ինձ հետ գործ կունենա։ Իր բառերն եմ ասում։ Եվ կարծես թե զուգադիպեց իր հայտարարությունը, մեր գործողությունները եւ իր հետ գործ ունենալ իր ՔՊ-ի կուսակցության ներկայացուցիչների գործողությունները։ Չեմ բացառում, որ ուղիղ կապ կարող է ունենալ նաեւ նախընտրական շրջանը ընտրություններից մի քանի օր առաջ չեզոքացնելու տարբեր կերպ, լինի դա ֆիզիկական բռնության միջոցով, լինի դա քրեական ինչ որ հանցագործություններ կարելով եւ այլն։ Այս դեպքը ինչ է ասում Հայաստանի ներկայիս քաղաքական մթնոլորտի մասին ու ձեր կարծիքով որտեղ է այն կարմիր գիծը, որից հետո քաղաքական հակասությունը վերածվում է վտանգի։ Ես կարծում եմ այսօրվա իրականության մեջ կարմիր գծեր չկան։ Ցավոք սրտի չկան կարմիր գծեր։ Դա շատ վատ է, բայց այդպես է։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը անկախ ընտրությունների արդյունքներից կգնա արյունահեղության։ Իսկ եթե գնալու է արյունահեղության, ապա կարմիր գծեր նա չի ճանաչում։ Ինչու եմ ասում անկախ ընտրությունների արդյունքներից։ Տեսեք, եթե ընտրությունները լինեն ազատ եւ արդար, եթե մարդիկ գնան ընտրելու, այսպես թաքցնելով չի, որ ընդդիմությունն է հաղթում։ Չեմ ասում այսինչ ընդդիմությունը, այսինչ կուսակցությունը, ընդդիմությունը որպես այդպեսին հաղթում է։ Մենք տեսնում ենք հանրության մեջ լայնածավալ դժգոհություն իշխանությունների նկատմամբ, իշխանությունների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության նկատմամբ։ Բնական է, որ այդ նմանատիպ արդյունքների դեպքում, երբ ընդդիմությունն է հաղթում, Նիկոլ Փաշինյանը չի զիջի իշխանություն, ուղղակի չի զիջի։ Եվ մեզ մոտ կրկնում են Մոլդովայի օրինակը, երբ որ պարզապես հաղթած ընդդիմությանը չեն թողնում գալ իշխանության եւ այնպիսի իրավիճակ են սարքում, որ արյունահեղություն է լինում։ Իշխանության հաղթանակի դեպքում ակնհայտ է լինելու ընտրակեղծիքների չափազանց մեծ քանակը։ Սա եւս արդեն ընդդիմությունն է իր հերթին արդեն բողոքի ակցիաներ սկսելու, տեսնելով որ ակնհայտ ապօրինություններ են տեղի ունենում եւ ելի իշխանությունը պատրաստ է արյունահեղության։ Պարոն Հողիկյան, խոսենք նաև ձեր գրքից 35 վեպը, երբ ու ինչ հանգամանքներում ծնվեց ու սա ավելի շատ պատմական, քաղաքական թե հոգեբանական աշխատություն է։ Այս վեպը երկու հատորով է, ես գրել եմ 2023-ից 26 թվականների ընթացքում, թվում է թե շատ երկար ժամանակահատված է մի վեպի համար, 3 տարի,
բայց իրականում պարզապես շատ երկար ուսումնասիրություններ եմ կատարել յուրաքանչյուր դրվագի համար, յուրաքանչյուր նախադասության, յուրաքանչյուր մտքի համար բավական երկար մանրամասն ուսումնասիրություններ են կատարվել, այսինքն օրինակ Ուկրաինայի Իրպեն այգու հայտնի առանձնատունը պարզել, թե դա որտեղ էր այդ առանձնատունը, որ երրորդ համարի առանձնատունն էր, ինչ ամսաթվերով հանդիպումներ են եղել, դրանք պահանջում են երկարատև խորը ուսումնասիրություններ, այդ թվում կապեր, որոնք ամեն մարդ չի կարող ունենալ, այսինքն ստեղծել այդ կապերը, կամ փակ ինֆորմացիաներ, որոնք պետք է բացել, ուսումնասիրել մանրամասներ, պատմական, ուսումնասիրել մեմուարներ, այսինքն սրանք երկար ժամանակ են պահանջում։ Վերնագիրը պատահական չի, 35-ը Արցախի 35 տարին է, 1988 թվականից մինչև 2023 թվականը, սա այն ժամանակահատվածն էր, երբ որ մենք ունեցանք ազգի հերոսական վարքագիծ, ունեցանք ազատագրում, ունեցանք գաղափարախոսական պայքար, ունեցանք մի ազգային զարթոնք, որը բերեց հայրենիքի ազատագրման, բայց դրան հաջորդեց փողի պաշտամունքը, դրան հաջորդեց արդեն մարդկանց եւ տարբեր քաղաքական ուժերի կողմից, որ ինչպես թուրքերն են ասում, հային հող, թուրքին փող, ներողություն, հակառակը, թուրքին հող, հային փող, այս երևույթը սկսեցին գործադրել, հետո գործակալական ցանցերի աշխատանքը Հայաստանում, ինչպիսի երկրների հատուկ ծառայություններ մտան, վեպը ինքը իրենից ներկայացնում է ինչպես պատմական, մարդկանց ցույց է տալիս մեր հայրենիքի հետ կապված, այսինքն սովորեցնում է ճանաչել հայրենիքը, իսկ Նժդեհն է ասում, չէ, դու հայրենիքի եթե ճանաչում ես, դու անպայման կսիրես այդ հայրենիքը։ Այսինքն հայրենաճանաչողություն է առաջին հերթին եւ երկրորդ հերթին փաստավավերագրական է, փաստագրական է։ Ուղղակի ինչու եմ ընտրել վեպի ֆորմատը եւ ոչ թե, չգիտեմ, օրինակ դոկումենտալիզմի, որովհետեւ վեպը շատ ավելի հեշտ է ընթերցվում, ավելի հասանելի է եւ կարծում եմ, որ սա շատ ավելի շատ ապագայի ընթերցողի համար է, այն առումով, որ կանցնեն տարիներ, մի քիչ ավելի հեռվից ավելի պարզ է ամեն ինչ երևում, թե ինչ տեղի ունեցավ։ Իսկ ձեր կարծիքով 35-ը պատմում է ավարտված պատմության, թե դեռ շարունակվող գործընթացի մասին։ Վեպը ավարտվում է թեպետ 2023 թվականով, բայց վերջին երկու էջը հաջորդ 15 տարվա մասին են, 23 թվականին հաջորդող 15, մինչև 2035 մոտավորապես, այն առումով, որ աշխարհի վերաբաժանումը դեռ չի ավարտվել, դեռ շարունակվում է, ինչպես մերձավոր արևելքում, հեռավոր արևելքում, Եվրոպայում, ամենուր 6-րդ աշխարհակարգը շարունակվում է։ Եվ վեպը ամբողջությամբ ավարտվում է այն բանով, մտքով, որ ոչինչ դեռ չի ավարտվել եւ նույնիսկ ավարտվելուց հետո էլի դեռ չի ավարտվել, որովհետեւ այսինքն տալիս է մարդկանց այն գաղափարը, որ հիմա որ այս կան չէ, մարդիկ ասում են խաղաղություն, խաղաղ ապրենք, հանգիստ ապրենք, այն գաղափարն է տալիս, որ եթե դու այս աշխարհի երեսին ուզում ես հանգիստ ապրել, ուրեմն դու միշտ պետք է պայքարես այդ հանգստության համար։ Երբեք չի լինում, որ դու, չգիտեմ, նստես, ոչինչ չանես, լինես պարազիտ, միայն ասենք զբաղվես որպես այսպես սպառող, հա, միայն սպառողական մտածողությամբ դու երբեք ոչինչ չես ունենա։ Դու կունենաս ուղղակի դու հանգիստ չես ունենա։ Վեպը ցավոտ է, շատ ցավոտ է, ավելի շատ ցավ կա մեջը։ Իհարկե մարդիկ որ կարդում են, իրենք տեսնում են այն ինչ ունեցել ենք եւ ինչ ունենք, նաեւ ցույց է տալիս ինչ ունենք այսօր, բայց նաեւ մարդիկ սկսում են մտածել, որ այն ինչ ունենք, սա էլ կարող ենք կորցնել, եթե շարունակենք այդքան պարազիտ լինել։ Շատ շնորհակալ եմ, պարոն Հողիկյան։